Ինչ եք կարծում, Վենսը երբ որ դուք խոսեցիք, այդ պուրակ գնաց եւ ասեց, որ ինչ հզոր ասեց, ինչ բան, ադրբեջանցի զինվորները հայտնի են իրենց, չգիտեմ, քաջության բան։ Ինքը չգիտեր, որ դա ասում է, այդ ադրբեջանցի զինվորները կոնկրետում դեմ են կռվել եւ ինչ են արել։ Ինչի չկար անգամ, այսպես ասեմ, քաղաքական մի քիչ նրբանը թաղված են այն ադրբեջանցիք, որոնք Արցախում հայր են Բայց ինչի կոտրել։ անգամ այսպես մի փոքր նրբանկատություն էլի չդրսևորվեց հայ ժողովրդի նկատմամբ։ Անժելա, նոր եմ ասում, եթե ինքը ուզում էր գոնե հավասարակշռեր, թող Երևանում այցելեր Եռաբլուր։ Պատկերացնում եք։ Դրանից հետո հաստատ Ալիևը թույլ չէր տա, որ ինքը մտնի, ես վստահ եմ Ադրբեջան։ Դե ուրեմն Վենսի այցելությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ամերիկայի կողմից մեզ ադրբեջանական պահանջները մատուցելու փորձ։ Բայց ոնց են ներկայացնում, չէ՞։ Ոնց են ներկայացնում իբր բարեկամ հայ ժողովուրդ։ Շատ լավ։ Ինչ ունի տալու, ինչով է հետաքրքիր Ադրբեջանը այսօր Միացյալ Նահանգների համար։ Չգիտես։ Գիտեմ, դե ուզում եմ մեր ժողովրդը Ադրբեջանը հետաքրքիր է, որպեսզի երբ որ Հայաստանը չի լինի, Ադրբեջան, Թուրքիա եւ Միջին Ասիա միանան ու կռվեն Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ։ Ադրբեջանի ուժը հակառուսականությունն է։ Մենք աշխարհը բոմբել գցի դառնանք հակառուսական, մենք միևնույն է հավասար չենք լինի Ադրբեջանին։ Ուրիշ բան չկա։ Այնպես չի Միացյալ Նահանգները քնում ասում այդ Հայաստանը թողել, ասում եթե հնարավոր ալի, բայց եթե Ադրբեջանն ու Թուրքիան հերթական անգամ կանոն ասեն, ախպեր դե այս Հայաստանը մեզ խանգարում է եւ այլն, ապա հիշեք ինչ արեց Վիլսոնը, նույն բանը կկրկնվի։ Դուք շատ լավ գիտեք, որ Միացյալ Նահանգները մեծ քաղաքականության մեջ դաշնակիցներ չկան։ Ով վարի տվեց Սևրի հաշտության պայմանագրի կատարումը, Հայաստանի ձևավորումը, կամ վերջին օրերին, վերջին 2-3 շաբաթներ Ռոժավանով վարի տվեց քրդական պետություն էր Սիրիայի հյուսիսում։ Միացյալ Նահանգներն ասի չէ։ Աֆղանստանում ով թողեց իրենց բոլորին թռավ, Միացյալ Նահանգները, Իրաքում ով խառնեց։ Ալ-Բաշ ասում Ալ-Բաշարը, Ալ-Բաշա, Ալ-Շարը։ Մեր ընկերնա մենք արդեն քրդերի կարիք չունենք, քրդերը 340,000 մարդ տեղահանվել են։ Մեր օրերում տեղի ունեցավ ցեղասպանություն, տեղահանվել են, գնացել են, վազել են, որը Իրաք, որը Թուրքիա, որը Իրան։ Ինչ էին հայտնում Թրամփը դրանից առաջվան ինչ էին հայտնում քրդերի պաշտպանության, այնտեղ բազա էին դրել։ Թողեցին։ Օրերս հայտարարեցին, որ այդ բազարից զորքեր դուրս են բերվում։ Ես չեմ ասում եմ Միացյալ Նահանգները մեզ թշնամի են, այդ պետությունը մեզ օգնել է, հաց տվել, հիանալի դեսպաններ են եղել, Հարի Գերմանը, Պիտեր Թոմսոնը, Էվանսը դեսպան, որը իդեպ վերջը ասեց, որ այդ թրիփը բուլդոզերով Հայաստանի վրայով անցել։ Այո։ Այսպես է։ Թրիփի մասին, մի երկու բան էս վերջին։ Դե թրիփն եկավ, թրիփի մասին, այդտեղ շատ հետաքրքիր իրադարձություն տեղ ունեցավ։ Հայաստանի հարկայինի պետը պարոն Հակոբյանը, կարծեմ, իր բերանով հայտարարեց, որ այդտեղ ապրանքները մտնելուց կմաքսազերծվեն, ինչպես ԵԱՏՄ տարածք մտնող ցանկացած ապրանք։ Դա շատ մեծ հաջողություն է, որը արվել է Ռուսաստանի պահանջին, եւ սրան ոչ ոք չարձագանքեց։ Ոչ Ադրբեջանը, ոչ Միացյալ Նահանգները։ Այսինքն մենք հույսներս կտրեցինք Նիկոլ Փաշինյանից եւ մեր Պեկի նախագահան վերջապես ասեց, որ ստեղ կմաքսազերծվի, շատ մեծ հույսեր մի տարածեք, որ դա կլինի կարիդոր։ Եթե մաքսազերծումը լինի, ուրեմն դա կարիդոր չի։ Ոչ ոք դեռ չի ասել։ Բոլորը ընդունեցին գիտություն, ոչ ոք չի նկատես, հասկանում եք։ Եվ ես պիտի ասեմ, որ իրոք դա շատ համարձակ հարցադրում էր եւ նույնիսկ ես դրական էմոցիայով լցվեցի մեր այդ բանի նկատմամբ հարկային պետի ծառայության ղեկավարի նկատմամբ, որը պիսի հայտարարություն երկար գծի մասին, որ խոսեցին։ Այդտեղ առանձնապես բան չկա։ Ռուսներն ասում են, եթե թրիփի այդ ուղու մեջ երկաթգիծ պիտի վերականգնվի Հայաստանի տարածքում, պատրաստ ենք անել, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասավ նրան, թե լավ չի լինի, որ երկաթգծերը ծախեք մեզ գնաք։ Չեմ հասկանում։ Ինչ է այս բանն ասում։ Չէ՞ որ դու հայտարարում ես, որ եկեք մտածենք, որ թրիփի մեջ ոնց Ռուսաստանը նույնպես ինտեգրվի։ Իրանը առիթը բաց չթողեց հերթական արդեն վիրավորանքներ հասցնելու եւ Հայաստանի վիրավորանք ոնա կոշտ հռետորաբանության եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հասցեին։ Ես կարող ես թրիփով ուզում եք դեպի Իրան ճամփեն փակեք։ Ես էլ ուզում եմ այդ Իրանի հետ արտգործնախարար տեղական ասեմ, կարող եմ ո՞րն է, իհարկե դա է նպատակը։ Ինչ կարող է։ Կարող է չկա։ Շատ լավ։ Խոսքի սկզբում խոսեցի դրա մասին, պարոն Բագրատյան, ինչու էսպես
անտեսվեց հայ առաքելական եկեղեցու թեման, իսկ